անելու բան է, բա։ Ով է, ինչ ասում են, որ համայնքի պատկանող մեքենաներ են աղբատա։ Հասկացանք, բայց այսօր կարային հանեն, վաղը նոր բերեն կայնացնեն։ Ոչ մի անգամ այդ մեքենաները այստեղ չեն կանգնել։ Ինչու են այստեղ նպատակով չի։ Ինչի են այս երկրում ամեն ինչ անում։ Ում է ձեռք տալի, որպեսզի ոչ մի փոփոխություն չլինի, որպեսզի երկիրը թուրքանա, ուր է տանում։ Երեկվա վարչապետի ելույթը կարծեմ երևի հոգեբուժարանից, եթե իսկական բժիշկ լիներ, պիտի սպիտակ շապիկ հագցնեին ու տանեին։ Մենք ազգովի դարձել ենք, չգիտեմ ինչ, անգամ անուն չես կարող տալ։ Այսքան նվաստացած, այսքան իջած, մենք փոքրամասնություն ենք ազգով։ Եկեք մեր երկրում ապրող յուրաքանչյուր ազգության այսքան նվաստացնենք, քանի անգամ ավել կհավաքվեն։ Սա ժողովուրդ է, ազգ շատ քիչ է մնացել։ Չգիտեմ ինչ է կատարվել այս երկրի հետ, որ այս ազգը այսպեսի թափտպուկի է վերածվել ու լսում եմ նման թափտպուկի։ Ու դիմում եմ երկու կողմի ընդդիմադիր ուժերին։ Արդեն իսկ երեկվա ելույթից հետո, եթե չեք միանալու ու չեք պայքարելու, դուք ավելի վատն եք դառնում։ Իրականում, եթե գործարքի չեք գնացել, միացեք, իրար վրա ոչ մի բան մի շպրտեք։ Երեկվա ելույթը, Փաշինյանի ելույթը նկատի ունեք։ Կոնկրետ ձեզ ինչն է զայրացրել։ Աշիևի, ես կասեի, անգամ ափսոս է Յան ազգանունը, քանի որ դա հայկական մեր ինքնության ազգության ազգանունի վերջնակ է։ Իսկ նա Փաշիև կամ ասեմ, չգիտեմ, Փաշուօղլի նրա ելույթը միթե իր թիմակիցները գոնե չզգացին, որ ինչ է սպառնում իրենց։ Ես կարծում եմ իրենց թիմակիցներն անգամ պետք է մի քիչ խելամիտ գտնվեն, մտածեն ինչ են անում։ Իսկական ժամանակն է ընդդիմադիր ուժերին իմպիչմենտ հայտարարելու։ Ես կարծում եմ 20 հոգի կգտնվի նրանց թիմից, որ կգտնվեն մարդ եւ նման տահասին, նման տականքին կհեռացնեն մեր երկրի ղեկից։ Եթե երկու ընդդիմադիր ուժերը չեն միանալու եւ իմպիչմենտ չեն հայտարարելու, մտցնեն ազգային ժողով, 36 հոգի ունեն Ամերիկա։ Ուրեմն իրենք էլ են գործարքի գնացել։ Ոնց որ շատերը, որ իրենց երեխաներին դրեցին եռաբլուր ու փողի համար գնացին գործարքի։ Այսքանը։